բոլորիդ, շնորհակալություն Շվեդիայի կառավարությունը եւ SIDA-ին այս կարևոր ծրագիրը Հայաստանում ֆինանսավորելու համար։ Ինչի է այս ծրագիրը կարևոր Հայաստանի համար։ Ես հենց մտածում էի, թե ինչքան փոխկապակցված է ամեն ինչ Հայաստանում եւ ինչքան կարևոր է, որ մեր եվրոպական գործընկերները եւ այս դեպքում Շվեդիայի կառավարությունը SIDA-ի գլխավորությամբ Հայաստանի կառավարության կողքին են եւ աջակցում են, որպեսզի Հայաստանը անցնի այն դժվար ճանապարհը, որը կոչվում է կանաչ փոխակերպում կամ կանաչ անցում, կամ եթե կուզենք տարբեր մասերի բաժանել, օրինակ էներգետիկ անկախություն, հա, այս պահին ինչ որ տեղի ունենում Հայաստանում շատ հեշտ է կապել այս ամեն ինչի եւ շատ կարեւոր է, որ մենք ունենք նման լավ գործընկերներ մեր կողքին այս ճանապարհը անցնելու համար։ Հայաստանը հաստատել է իր ցածր ածխածնային երկարաժամկետ ռազմավարությունը մինչև 2050 թվական, որտեղ մենք ստանձնել ենք պարտավորություն, այդ թվում նաեւ Փարիզի համաձայնագրի ներքո, որ մինչև 2030 թվականը կկրճատենք ջերմոցային գազերը 1990 թվականի մակարդակի համեմատ 40 թվականով եւ 2050 թվականին կհասնենք ածխածնային նեյտրալիտետի։ Այդ ճանապարհը անցնելու համար հարկավոր է, որպեսզի յուրաքանչյուր ոլորտ իր ռազմավարությունների մեջ ներդնի եւ այնուհետեւ ծրագրեր իրականացնի, ռեալ ծրագրեր իրականացնի ցածր ածխածնային